Երեխան դպրոց է հաճախում սովորելու, կրթվելու ու դաստիարակվելու, սակայն վերջին տարիներին նրանց մոտ սկսվել է զարգանալ ուսուցչի հանդեպ այլ գաղափար՝ ուսուցչի իրավունքների մասին, սակայն երբևիցե չի շեշտվում դպրոցահասակ երեխաների պարտականությունների մասին։ Երեխան դպրոց հաճախելով ունի իր պարտականությունները։ Եթե նա կատարի այն, ապա ոչ մի ուսուցիչ ստիպված չի լինի մոռանալ իր իրավունքների մասին։ Թեմայի շուրջ հարցազրույցը մանկավարժի, միևնույն դեպքում և ծնողի հետ էր։ Երեխաները այսօր գիտեն իրենց պարտականությունների, օրենքների մասին, իրավունքների, բայց ոչ մեկ չի խոսում իրենց պարտականությունների մասին։ Հստակ սևի վրա գրված է հանրակրթական օրենքում, որ երեխան պարտավոր է կատարել դպրոցի առաջադրած հանձնարարականները, դպրոցի կարգուկանոնին պարտավոր է հետևել, պարտավոր է, նորից եմ ասում, չի դրված ընտրության, երկընտրության հարց, սա պարտավոր է, ստիպում է, որ բանը սրա մասին ոչ մեկ չի խոսում։ Խոսում է միայն, չգիտես ինչու, աշակերտի իրավունքների մասին։ Այո, իրավունք բոլորս էլ ունենք, բև չմոռանանք, որ բոլորս նաև պարտականություն ունենք։ Շատ կարևոր է, որ էլեկտրոնային գրադարաններից օգտվել, բայց կարդալը, ուսումնասիրելը, հետազոտությունները պարտադիր են։ Սա երեխի մոտ ձևավորում է իսկական գիտելիք, ոչ թե արհեստական 15 վայրկյանանոց հիշողություն։ Եթե դուք նկատում եք հիմա երեխաներին, եթե դուք հաջորդ օրը հարցնեք նախորդ օրվա անցած դասը, նա չի հիշում։ Իսկ երբևէ մտածել եք ինչու չի հիշում։ Որովհետև երեխան այսօր չի սովորում ընդհանրապես կարդալ։ Կարդալուց շատ առավել կարևոր է անգիրները, որովհետև անգիրները մարդու մոտ, երեխու մոտ ձևավորում են բարձր հիշողական տվյալներ հիշողության։ Եթե այդ հիշողությունը չկա, նրան ինչ էլ տաս, կարճաժամկետ է։ Դրա համար կարևոր է, որ ուսուցիչները նախարարության կողմից արտոնագրված լինեն մի քիչ խիստ վերաբերվելու հարցում։ Այսօրվա դրությամբ ուսուցչի ձեռքերը իրականում դպրոցում փակ են։ Մենք չենք կարող ցածր գնահատական դնել, որովհետև նախարարությունը ասում է, որ ասենք թե դու վատ աշխատանք ես տարել երեխու հետ, սակայն հաշվի չի առնում որոշակի դրսևորումներ ստիպողական բնույթի։ Ճիշտ է, այս ամբողջը բոլոնյան համակարգի եւ զարգացած երկրի գրավականի համար է, հիմքի համար է, որովհետև այն երկրներում, որոնցից մենք այսօր այդ փորձը փոխարել ենք, այդ երկրներում երեխուն ստիպելու կարիք չկա, որովհետև երեխան փոքրուց դրսևորվում է այնպիսի համակարգում, որտեղ երբևէ չի ասում տղա ջան, սովորելն իշտի ես, կարևորը փարա աշխատիս։ Գիտությունը քեզի փորդ չի կստացնե։ Մեր հասարակությունը թերի է ձևավորված եւ թերի է ձևավորում իր ապագան։ Երեխուն փոխարեն ստիպել, որ սովորել չի նշանակում, որ դու պետք է վաղը հարուստ դառնաս կամ սոված։ Դա հնարավորություն է, ոչ թե այսպես ասած գիտելիք։ Երբ որ դու հնարավորություններից թույլ ես, բայց քո գիտելիքը շատ մեծ է, այսինքն չունես մարդկանց խաբելու եւ կամ ասած այսպես ռիսկ չունես, որ գնաս դիմես եւ այլն, դա արդեն ունակություն է։ Բայց գիտությունը դա հավեժ բան է, դա պետք է ուսումնասիրել, հասկանալ եւ ինչքան հեշտ կլինի, երբ որ հանրակրթական հաստատությունները այս գաղափարախոսությունը մտցնեն դպրոց